Վերջին տարիներին անշարժ գույքի շուկան Հայաստանում աստիճանաբար փոխում է իր դինամիկան։ Եթե մի քանի տարի առաջ այն արագ աճի եւ որոշ չափով էմոցիոնալ ակտիվության փուլում էր, նաեւ եկամտային հարկի վերադարձի ծրագրի ընձեռնած հնարավորությունների ազդեցությամբ, ապա այսօր շուկան դարձել է ավելի կանխատեսելի եւ հավասարակշռված։ Այս փոփոխությունների ֆոնին շինարարական ակտիվությունը սկսում է ավելի տեսանելի դառնալ նաեւ մայրաքաղաքից դուրս՝ մարզերում։ Մարզերում շինարարության այս աճը պայմանավորված է գների համատական մատչելիությամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ, ինչպես նաև կյանքի որակի բարելավմամբ։ Կարևոր է նաև նշել եկամտարկի վերադարձի օրենքի առկայությունը մարզերում, ինչին մնացել են հաշված ամիսներ եւ մինչեւ տարեվերջը գործելու օրենքը։ Մեզ համար կարևոր է նաև ընդգծել, որ բանկային եւ ֆինանսական համակարգի մրցակցություններ են նպաստում շուկայի զարգացմանը։ Բանկերը այժմ տարատեսակ նոր ֆինանսական գործիքներ են ներդնում, որոնք որ նպաստում են հիպոթեկային շուկայի զարգացմանը։ Մասնագետների խոսքով ոլորտային այս ակտիվությունն արդեն տալիս է իր պտուղները։ Շուկայում ձևավորելով ավելի ցածր տոկոսադրույքներ եւ հաճախորդի համար շահավետ ու հասանելի առաջարկներ։ Այս համատեքստում կանանց միամսյակի նվիրված գործող արշավ ունենք, որով առաջարկում ենք ընտրություն հաճախորդներին գույքերը ձեռք բերել, վերանորոգել կամ կառուցապատել 12.75%-ով կամ 12.9%-ով 2% քեշբեքի հնարավորությամբ։ Ամերիաբանկը տարիներ շարունակ հիպոթեկային շուկայի առաջատարն է շուրջ 23% մասնաբաժնով։ Սա ոչ միայն վիճակագրություն է, այլև բանկի նկատմամբ երկարաժամկետ վստահության ցուցիչ։ Միևնույն ժամանակ Ամերիան շարունակում է զարգացնել ու ընդլայնել MyHome հարթակը, որը ձևավորում է գույքի ձեռքբերման, վերանորոգման ու կահավորման նոր մշակույթ։ Հարթակի շնորհիվ հնարավոր է տուն ընտրել ու ստանալ հիպոթեկային վարկի հաստատում հաշված րոպեների ընթացքում։ Հարթակում ներկայացված են շուկայի առաջատար կառուցապատողները, անշարժ գույքի գործակալությունները, ֆիզիկական անձանց կողմից վաճառքի եւ արձակալության հայտարարությունները։ MyHome-ի զարգացման կարևորագույն ցուցիչներից է մեր հաճախորդների վստահությունը։ Եվ այս համատեքստում կարևոր է նշել, որ վերջին 1 տարվա ընթացքում մեր օգտատերերի թիվը աճել է շուրջ 50%-ով։ Սա խոսում է ոչ միայն այցելությունների եւ հետաքրքրվածության մասին, այլ նաեւ հաճախորդների կողմից Ամերիաբանկի հանդեպ առկա վստահության մասին։ Ամերիաբանկում գույքի ձեռքբերումը ոչ թե ավարտ է, այլ բնակարանամուտի առաջին քայլը։ Տան գնմանը հաջորդում է վերանորոգումը, որտեղ եւս MyHome-ն օգնում է թվային գործիքներով։ Մասնավորապես հարթակի վերանորոգման հաշվիչը թույլ է տալիս նախապես պլանավորել ծախսերը։ Մենք ակտիվորեն զարգացնում ենք նաև գործընկերային ուղղությունը։ MyHome-ում հասանելի են արդեն շուրջ 50 հատուկ առաջարկներ գործընկեր խանութների եւ ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից։ Կահույք, վերանորոգում, տեխնիկա, ինտերիեր եւ այլ հարակից ծառայություններ։ Բացի տեղական շուկայից նաև MyHome-ում ներկայացված են արտերկրի գույքեր, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հունաստան, Իսպանիա, Վրաստան եւ այս աշխարհագրությունը շարունակաբար ընդլայնվում է։ MyHome-ի արդյունավետությունը բարձր են գնահատում նաեւ հարթակի գործընկերները։ Թվայնացված գործընթացների շնորհիվ կառուցապատողները հնարավորություն են ստանում առավել թիրախային եւ արագ ներկայացնելու իրենց նախագծերը, կրճատելով գործարքների իրականացման ժամանակն ու ռեսուրսը։ Ամերիաբանկը էապես հեշտացրել է հարթակի միջոցով process-ը, որի շնորհիվ որ շատ արագ 20-30 րոպեում հնարավոր է ձևակերպել վարկը, հնարավոր է վճարունակությունը հասկանալ։ Օրինակ նախկինում պետք է գնայր տարբեր տեղերից, ինչ որ թղթեր հավաքեիր, աշխատանքի տեղեկանք բերեիր, ցույց տայր դրանց հավաստիությունը եւ այլն եւ այլն։ Հիմա այդ process-ները ըստ էության շատ ավելի հեշտացվել են։ Metrum Invest-ն այս պահին ներկայացնում է 9 նախագիծ, որոնցից 3-ը մարզերում։ Մեգանախագիծն Էդեն պարկն է, առինջում ստեղծվող նոր թաղամաս։ Ի դեպ, կանանց միամսյակի առթիվ բացառիկ առաջարկ ունի նաև կառուցապատողը։ Էդեն նախագծի 3 շենքում ամեն քառակուսի մետրի համար արժեքը կզեղչվի 5-ից 10,000 դրամով։ Ամերիաբանկի, ինչպես նաև բանկի մյուս գործընկերների շահավետ առաջարկներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ myhome.am հարթակում, ինչպես նաև առաջիկա Տուն Էքսպոյի շրջանակում մարտի 27-ին, 28-ին և 29-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում։